Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության հաղորդմամբ սուրբ թվականի հունիսից տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու ոչ պլանային գործնական քննությունները կանցկացվեն միայն շաբաթօրերին, իսկ երկուշաբթիից ուրբաթ ներառյալ քաղաքացիները կկարողանան օգտվել միայն պլանային քննություններից։ Փոփոխություններ կիրականացվեն հաշվի առնելով քաղաքացիների շահերը եւ նպատակ ունենալով բարձրացնել ծառայության հասանելիությունը։ Մինչ այժմ գործնական քննություն հանձնել հնարավոր էր երկուշաբթի շաբաթ ներառյալ ինչպես պլանային, այնպես էլ ոչ պլանային ծառայության միջոցով։ Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հունիս ամսից քաղաքացիների շահերից ելնելով եւ հասանելիությունը մեծացնելու նպատակով վարորդական իրավունքի գործնական քննության հետ կապված կարևոր փոփոխություն ուժի մեջ կմտնի։ Մինչ փոփոխությունը ուժի մեջ մտնելը, եթե քաղաքացիները հնարավորություն ունեն երկուշաբթի շաբաթ օրերին օգտվել ինչպես պլանային, այնպես էլ ոչ պլանային 250 լարի անորց գործնական քննություններից, ապա փոփոխություններից հետո երկուշաբթիից ուրբաթ կանցկացվեն միայն պլանային քննություններ։ Քաղաքացիները ոչ պլանային քննություն անցնելու հնարավորություն կունենան միայն շաբաթ օրերին։ Այստեղ նշենք նաև, որ ոչ պլանային քննությունների քվոտան ամբողջությամբ կավելացվի պլանային քննություններին, հայտնել են գործակալությունից։